Ողջունում եմ ձեզ, սիրելի հետևորդներ, այսօր 5-շաբթի է և մեր հերթական հաղորդման օրն է։ Սիրելի հետևորդներ, սիրելի հայրենակիցներ, բոլորս գտնվում ենք այսպես կիսացնցված, անհամբեր և լարված իրավիճակում։ Ինչու՞։ Համապետական ընտրություններ են լինելու 2026 թվականի հուլիսի 7-ին։ Մանրամասն կանխատեսումներ եմ ներկայացրել այդ օրվա կապակցությամբ իմ ալիքում, Արեգ TV-ում, Life Armenia հեռուստաընկերությունում, Իրավունք TV-ում, Փակ TV-ում, բոլոր իմ գործընկերների մոտ, բոլոր տեղերում նույն խոսույթն է։ Ասել եմ, որ առավել շատ ձայներ կարող է հավաքել Նիկոլ Փաշինյանը, հետո Սամվել Կարապետյանը։ Սիրելի հետևորդներ, այսպես շատ մտազբաղ է։ Երբեմն համացանցը բերում է ինձ բանավեճեր, նայում եմ, դիտարկում եմ այդ ուժերին, զարմացած եմ, չկա մարդ, որը նախկինում կամ այժմ հանրային գործունեություն չծավալի, արի ուտես բոլորը ներգրաված են կուսակցություններում։ Միթե նրանք չունեն աշխատանք անելու, միթե բոլորին հետաքրքրում է այդ աթոռը, պաշտոնը, բոլորին ճանաչում եմ ես, ոմանց լրատվական, տեղեկատվական հարթակից, և ինձ մի հարց էր ուզում, ինչու են այդքան շատ վարչապետի թեկնածուները, ովքեր ձգտում են այդ կարևոր տեղին։ Եվ իմ հարցի պատասխանը պատահաբար ստացա երթևեկելիս։ Վարորդն ասեց, գիտեք, այն կուսակցությունները, որոնք անցնեն 2%-ի շեմը, նրանք ստանալու են 25 միլիոն դրամ օգնություն պետությունից, մեր կողմից տրված հարկերից։ Եվ ահա ամբողջ մեկ շաբաթ ես մտածում էի, ինչու այդքան տարատեսակ, բազմաբնույթ, ինչու այդ ՀԿ-ներն են միացել։ Ես իմ հարցի պատասխանը գտել եմ։ Սիրելի հետևորդներ, սիրելի հայրենակիցներ, գնացեք և ընտրեք այն մարդուն, որի հետ ձեր կյանքը 5 տարի պետք է կապեք։ Իմացեք, որ ձեր ձայնը շատ կարևոր է, որովհետև նրանք են 5 տարի մեր իսկ փոխարեն որոշումներ կայացնելու։ Մինչև մնացած կարևոր թեմաների մասին խոսելը, ուզում եմ մի թեթև այսպես ուղումներ կատարել։ Սիրելի հետևորդներ, սիրելի հայրենակիցներ, եթե դուք համացանցում հանդիպում եք էջերի, որտեղ գրված է աստղագուշակություն, համաստեղություններ, իմացեք, որ դուք ոչ պրոֆեսիոնալ հարթակ եք ընկել։ Իսկ ես գիտեմ, որ իմ լսարանը արդեն այս 5 տարվա մեջ ձևավորված լսարանը, նրանք արհեստաբաժ են, գիտակ են, բարեկիրթ և խելացի մարդիկ են։ Հեռու մնացեք այդ մարդկանցից, որովհետև նրանք ձեզ ճշմարիտ և ճշգրիտ տեղեկատվություն չեն կարող տալ։ Էջ եմ հանդիպել էքստրասենս է, որը գրել է աստղագուշակ իր պրոֆիլում, հեռու մնացեք, որովհետև նրանցից օգուտ չկա։ Իսկ նրանց, ում դուր են գալիս այդ էջերը, ուրեմն դուք պրոֆեսիոնալ և գիտական աստղաբանությունից հեռու եք։ Ասեմ, որ աստղաբանությունը գիտությունների մայրն է, հանդիսանում Հնդկաստան, և 1950-ական թվականներին աստղաբանությունը որպես գիտություն դատարանում պաշտպանվել է, և գիտեք, որ աստղաբանները հաղթել են նրանց, ովքեր աստղաբանությունը սուտ, ռուսերեն են ասում, ուժը նաուկա, այո, աստղաբանությունը ճշգրիտ գիտություն է իր հաշվարկման այդ մեթոդներով։ Իսկ վերծանումները, սիրելի հետևորդներ, կամ մեկնաբանումները շատ քիչ տարբերություն կարող են տալ, որովհետև ընդհանուր դրույթները նույնն են, ընդհանուր նույնն են մոլորակների դիրքը կենդանակերպերում, դիրքավորումները, ասպեկտները, մոլորակների դիրքը տներում։ Այլ կանխատեսման մեթոդներում հնարավոր է, որ աստղաբանը, որը անձ է, ինչ-որ մի բան բաց թողնի կամ ինչ-որ մի ասպեկտ դիրքավորում գնահատի, բայց դա չի նշանակում, որ աստղաբանությունը ճշգրիտ հաշվարկների հիման վրա չի ստեղծված։
Սա կարևոր դիտարկում միտում, որը վաղուց էի ուզում ասեի, եւ նրանք, ովքեր դիմում են տարաբնույթ գուշակներին, ասեմ ձեզ, որ ինձ հանրության մի ստվար զանգվածը պարբերաբար գրում է, խոսում է, մեծ խաբեությունների զոհ են դարձել։ Նրանցից էլ ուշադիր եղեք, ինձ պարբերաբար գրում են, դուք կարող եք իմ ամուսնուն միացնել ինձ հետ, դուք կարող եք մաքրումներ կատարել, սիրելի հետևորդներ, մաքրումներ չկա, այդպիսի թեստ կարծում եմ, որ չկա, որովհետև աստղաբանորեն անձի քարտեզը կարող է լարված լինել եւ դա կարող է տևել օրեր, ամիսներ, տարիներ, կախված բարդ մոլորակների, բարդ դիրքավորումներից։ Ուղղակի դուք այդ պահին հայտնվել եք էներգետիկ մի դաշտում, որտեղ ձեր քարտեզը գտնվում է բարդ իրադարձությունների կիզակետում։ Եվ իմացեք այն գումարները, որ դուք վատնում եք այդպիսի մարդկանց դիմելիս, նրանք այդ գումարները հավաքում են եւ տարաբնույթ տարատեսակ տեղեկատվական հարթակներում վճարովի ելույթներ են ունենում։ Ասեմ, որ այդ հարթակներում անվճար հիմունքներով ելույթ ենք ունենում ես եւ Տիկին Լուսյան, որտեղ մեզ համար միշտ դռները բաց են այն հարթակներում, որտեղ մենք պարբերաբար երևում ենք, իսկ ոչ պրոֆեսիոնալ, ոչ արհեստավարժ մասնագետները պարբերաբար ձեր գումարներն են վատնում այնտեղ կրկին ու կրկին խաբելով ձեզ նման միամիտ մարդկանց։ Ամենակարևոր օրերից մեկը հունիս ամսվա մասին կանխատեսումներ ունեմ մարված։ Ահա ներկայացնում եմ։ Ամսի 7-ը բացառիկ է այն առումով, որ լուսինը ձկների կենդանակերպում է եւ բարձրացող հանգույցը ձկների կենդանակերպում, որ այդ ընտրություններում ներգրաված են լինելու ավելի շատ հանրության այն զանգվածը, որը կապված է սոցիալական տարբեր խմբերի հետ։ Դրանք ծերերն են լինելու, դրանք թույլ մարդիկ են լինելու, որոնք խոցելի են, բայց նրանց ձայնը վճռորոշելի է։ Ասել եմ, որ մայրաքաղաքում, եթե մենք այստեղ դիտարկում ենք, տեսնում եք Վեներա եւ Յուպիտեր, եթե մանավանդ առավոտուցի դրությամբ մենք դիտարկում Վեներա եւ Յուպիտերը չունեն ասպեկտներ։ Մայրաքաղաքային բնակչությունը հնարավոր է չմասնակցի ընտրություններին, որովհետև այլևս նա իր ապագան չի կապում ինչ-որ մեկի հետ, որովհետև բոլորն էլ կորցրել են իրենց վստահությունը մեր հայրենակիցների մոտ։ Արթնացեք առավոտ 7-ին, գնացեք ընտրության, ընտրեք այն մեկին, որի հետ կապում եք ձեր ապագան։ Ես ասել եմ, որ ես անկուսակցական եմ եւ ես իմ քաղաքական հայացքներում բավականին չեզոք եմ եւ այդպիսին էլ լինելու է մոտակա տարիների ընթացքում։ Չնայած շատ շատերին հանդիպել եմ այդ կուսակցությունների, ներկուսակցական կամ միջկուսակցական այդ խմորումներում, բայց ես մի քաղաքականություն եմ որդեգրել։ Ես լինելու եմ անկուսակցական, բայց միշտ լինելու եմ իմ ժողովրդի հետ, որովհետև մարդիկ պաշտոնյաները կգնան, բայց աստղաբանությունը հավետ է եւ ես որոշել եմ ընտրել հավերժի եւ իմաստության ուղին։ Սիրելի հետևորդներ, հաջորդ բարդ օրը, որը նկատելի է, բացառապես բարդ օր է։ Տեսեք, 10 հունիսի, երբ որ լուսինը գտնվի խոյի կենդանակերպում, բայց բացառիկ բարենպաստ օրեր ունենք, ես վերջում դրա մասին կասեմ։ Լուսինը խոյի կենդանակերպում կոնֆլիկտներ, կռիվ, ներպետական, ներընտանեկան կոնֆլիկտային իրավիճակ, ագրեսիա, պայթյուն, թող ուշադիր լինեն այն մարդիկ, որոնք ծնվել են խոյ, խեցգետին, կշեռ, այծեղջյուր կենդանակերպերի ազդեցության տակ, կամ նրանց ասցենդենտը կամ լուսինը գտնվում է այդ կենդանակերպում։ Իսկ եթե չգիտեք, կարող եք ուղղակի դիմել մասնագետներին, որոնք կարող են հաշվել եւ ձեր լուսնի դիրքը, եւ ձեր ասցենդենտը, եւ դուք կկարողանաք այսուհետ տրվող տեղեկատվական այդ մեծ բազայում գտնել նաեւ ձեր մասին տրվող նյութերը ըստ ասցենդենտի եւ ըստ լուսնի։ Տեսնում եք, բարդ օրեր, սիրելի հայրենակիցներ, պայթյունավտանգ օր է։ Եթե այդ օրերին հավաքներ տեղի ունեցան,
իմացեք, որ ընթացքում կարող են լինել մարդիկ, որոնք սադրիչներ կնեն, եւ մեր ժողովրդի, մեր հայրենակիցների երկու խմբերին կարող են հանել միմյանց դեմ, քանի որ Խոյը դա ուժային կառույցներն է, Սատուրնը դրանք խիստ նրանք դիրքավորված են, նաև խիստ պաշտպանողական դիրքերում են, կարող են վնասել մեկը մյուսներին։ Շատ բարդ է, եթե գնացիք, իմացեք, որ հարվածներ եք ստանալու ձեր գլխին եւ հարվածներ եք ստանալու ձեր ստամոքսի այս հատվածին։ Ձեր խոսքը կարող է պայթունավտանգ լինել, ձեզ մի բառը կարող է օգտագործվել ձեր դեմ։ Սիրելի հայրենակիցներ, զգոն եւ զգուշ եղեք։ Դուք դառնալու եք գործիք երկու տարբեր քաղաքական ուղղությունների այդ արանքում, նրանք կօգտագործեն ձեզ, հետագայում հնարավոր է, որ համագործակցեն եւ այդպես էլ լինում է, կամ ուղղակի հայտնվեն մեկը ընդդիմադիր, մյուսը իշխանական այդ դաշտում։ Իսկ ժողովուրդը ինչպես միշտ տուժում է նրանց խաղերի եւ քաղաքական ինտրիգների արդյունքում։ Հիմա կասեն Գայանեն խիստ հակասական է։ Այո, սիրելի հետևորդներ, սիրելի հայրենակիցներ, այսպես որտեղ գնում, որտեղ տեսնում, հենց այդ հարցերով են խոսում։ Տան մեջ տեղի եմ ունեցել պառակտում, տան մի հատվածը մի քաղաքական ուժի է աջակցում, մյուսը մեկ այլ քաղաքական ուժի, հենց այդ օրերին ուշադիր եկեք, տան անդամների մեջ էլ կարող են լինել այդ խնդիրները, մանավանդ որ Յուպիտերը խեցգետնում է եւ ամսի տեսնում եք 11-ն էլ է բարդ, փաստորեն 10, 11, 12, 3 բարդ օր, 12-ին լուսինը ցուլում կրքերը մի քիչ հանգստանում, բայց լուսին Պլուտոն այստեղ հեղափոխական հայացքներն են արդեն իսկ ակտիվանում։ Ուշադիր ենք լինել, սիրելի հայրենակիցներ, որ մինիմալ կորուստներով կամ այդ խնդիրներով դուրս գանք բարդ իրավիճակից։ Մեկ բարդ օր եմ ներկայացնում, հունիսի 15-ը նորալուսին, բավականին բարդ նորալուսին է։ Նախորդ նորալուսինը հիշում եք, մայիսի 17-ի նորալուսինն էր, հրաշալի նորալուսին էր, որտեղ նորալուսինը լավ դիրքեր ուներ, սեքսիլ դիրքավորում Յուպիտերի հետ։ Ասեմ, որ 12 տարին մեկ է լինում այդպիսի դիրքեր։ Եվ նման դրական դիրքավորում ունենք հունիսի 9-ին, երբ Վեներան եւ Յուպիտերը միանալու են խեցգետնի կենդանակերպում եւ դրական դիրքեր ունեն լուսնի հետ, բացառիկ դրական դիրքավորում, որը կօգնի, որպեսզի ձեր երազանքները կատարվեն։ Դուք կարող եք ձեր բալիկին սպասել, ձեր աղոթների արդյունքում կարող եք ընտանիք կազմել, անշարժ գույք գնել, երջանկության օր, լիության օր, եւ թող գոնե մեր հայրենակիցները այդ օրվա դրական դիրքերով այսպես տոգորված հաջորդ բարդ օրերը ուղղակի հանգիստ անցկացնեն իրենց տանը, իրենց հայրենիքում։ Հաջորդ օրը, որը ոչ էֆեկտիվ օր է, դա նորալուսինն է երկօրյակի կենդանակերպում, չգիտեմ այդ օրվա վրա բացահայտումներ կարող են լինել, դա ասում եմ կրկին հունիսի 15-ն է։ Բացահայտումներ կարող են լինել ընտրությունների հետ կապված, ընտրակեղծիքների հետ կապված, երկակի նշանում է, հնարավոր է այդ օրը կրկին ինչ-որ նորություն լինի, որը կազդի ընտրությունների ընթացքի եւ ապագայի հետ կապված։ Հաջորդ օրը մենք դիտարկում ենք, տեսեք, լուսինը խեցգետնում, մեկ բարդ օր էլ ներկայացնեմ, հունիսի 18-ը Վեներա, լուսին եւ Պլուտոն բարդ դիրքեր 17-ի երեկոյան եւ 18-ի առավոտյան ժամերը։ Օրը կրկին պայթունավտանգ է, Պլուտոնը դա համացանցն է, ջրհոսն է, դա այն կառույցներն են, որոնք զանգվածային բնաջնջման զենքեր ունեն կամ որոնք աշխատում են ճգնաժամային իրավիճակներում, այդ օրը թող ուշադիր լինեն առյուծ, կարիճ, ջրհոս, ցուլ, կենդանակերպի ազդեցության տակ ծնվածները, եթե լինի հավաքույր, եթե լինի ցույց, ապա այդ ժամանակ կտուժեն
կանայք, այն կանայք, այն ակտիվիստները, որոնք վառ կերպարներ են և կտուժի նրանց սիրտը և իհարկե նյարդային համակարգը, կարող են կոտրել նրանց ոտքերը, ծնկներից մինչև ոտնաթաթ, այդ հատվածում կարող են պայթյուններ լինել, որոնք հենց կարող են ազդել մարմնի այդ մասերի վրա։ Սիրելի հետևորդներ, շնորհակալ եմ, որ դիտում եք իմ ալիքը և նաև շնորհակալ եմ, որ համացանցում ակտիվ քննարկում ուղարկում եք ձեր բարեկամներին։ Շնորհակալ եմ, որ մեկնաբանություններ եք գրում։ Ընտրությունները անցնելիս ես հանդես կգամ այլ թեմաներով, բայց այս պահին մեր բոլորի ուշադրությունը սևեռված է 2026 թվականի ընտրություններին։ Սիրելիներս, կիսվեք իմ հաղորդումներում, դրեք հավանում, եթե հավանում եք իմ հաղորդում, նաև բաժանորդագրվեք Instagram-ում, Facebook-ում և հենց այստեղ։ Մենք միասին կառուցում ենք մեր ապագան առանց քաղաքական ինտրիգների։ Լավ եղեք։